այս լրջագույն խնդիրը արդեն գոյացած եւ հենց առաջի օրերին այն թիթիզությունը, որը քաղաքական թիթիզությունը, որը ցուցաբերեց այս իշխանությունը, շատ ինձ համար որպես նախկին նախագահի շատ ծանր պատկեր էր։ Պերաշկին նկատի ունեք։ Պերաշկին նկատի ունեք։ Այո, անպատասխանատվության։ Դե ասում եմ ես ժողովրդին ուզում եմ ցույց տամ։ Թիթիզության։ Նախագահ, բայց ասում եմ ես ժողովրդին ուզում եմ ցույց տամ, որ ամեն ինչ լավ է, խաղաղ է, հանգիստ է, հարց ու պատասխանին կառավարության հետ ազգային ժողովում ասաց, որ ես պերաշկի կերա Դուբայի շեյխերը գնացին Դուբայ մոլում նստեցին ի ցույց ժողովրդի, որ ամեն ինչ լավ է։ Միջազգային տրենդ է թելադրում։ Կարող է մի տեսակ մենք ենք շատ գույները խտացնում, սևացնում, հորետեսությունը մի տեսակ կարող է մեր մոտ շատ է, կարող է իսկապես ամեն ինչը լավ է։ Նայեք, մենք ունենք Մեզ ոչ մի բան չի լինի, մենք Թուրքիայի Ադրբեջանի հետ հարաբերությունները կկարգավորենք, Վրաստանին Իրանին կգա փոխարինելու Թուրքիան ու Ադրբեջանը։ Կարող է ասենց էս է ռազմավարությունը։ Այդ մի հին անեկդոտ կար այդ բանի մասին, Լենինի մասին էլ, որ ասում пролетарская революция, необходимости, которые говорили большевики, свершилась, а это вершилось, а теперь танцы. Հիմա լավ ճիշտ հակառակն է։ Եթե այս սպառնալիքները մենք լուրջ չենք ընդունում, եթե այս սպառնալիքների նկատմամբ վերաբերմունքը այդպիսինն է, ապա ինչն է սպառնալիք ընդհանրապես։ Մենք պետք է փորձենք սպառնալիք բառի, այսպես ասենք, նշանակությունը վերաիմաստավորել։ Պարոն նախագահ, կներեք, մի բան պետք է ասեմ։ Կարող է մենք էլ չափազանցնում ենք ու ամեն ինչը մի տեսակ շատ ենք սպառնալիք ներկայացնում։ Դրանից էլ ժողովրդի մեջ տպավորություն է, որ մենք ինչ-որ անընդհատ բացասական էներգիա ենք տարածում, վատ կանխատեսումներ ենք անում, մենք ազգային ժողովում չգիտեմ ինչ ջղային ելույթներ ենք ունենում, այսինքն անընդհատ այդ բացասական ֆոնի վրա ենք։ Դրան զուգահեռ իշխանությունները ասում են, որ այ մենք խաղաղարարներ ենք, պերաշկի ենք ուտում, կուկուռուզ ենք ուտում, չգիտեմ, ձեր նման, ձեր հետ ման ենք գալիս, էս ենք անում, են ենք անում, սեր են խոստովանում, սրտիկներ են անում։ Ու այդ ֆոնին մի տեսակ կարող ենք մենք, որ իրականությունն ենք ասում ըստ էության, հա, իրականությունն ենք ասում։ Կարող է դոզան ենք շատ տալիս։ Որովհետև դրա ֆոնին էլ իշխանությունները ասում են, մենք սիրելի հայրենակիցներ, ձեզ բերում ենք խաղաղություն, սեր, անհոգություն, բարեկեցություն, այս ռևանշիստները գալու են այդ իրանց անալիզների հիման վրա, իրանց հաշվարկների հիման վրա արդարություն են հաստատելու, չգիտեմ, արժանապատվություն են հաստատելու, որը բերելու է պատերազմի։ Արդյունքում ստացվում է մենք պատերազմի, այսպես ասած, ուժն ենք, իրանք է խաղաղարարներն են իրանց սրտիկներով, պաչիկներով, պերաշկիներով, կուկուռուզներով։ Եթե այս տեսանկյունից նայենք, էլ է հարցին։ Ագնեսա, մի քանի տարի հետ գնանք։ Տեսնենք, թե ինչ էինք մենք, օրինակ կոնկրետ ես։ Ինչ էի ասում 18 թվականից հետո, թե ինչ խնդիրներ կա երկրի առաջ եւ ինչ արձագանք էինք ստանում։ Ինչ էր անում իշխանությունը։ Այն նույնպես անպատասխանատու ամբողջ sense ձևավորված անվտանգային համակարգ քայքայեցին։ Արդյունքում մենք ուղղակի ստացանք պատերազմ։ Ղարաբաղը դեռ կար։ Փոքրացած, բայց կար։ Նույնը կարող ենք ասել, չէ՞։ Երբ այն ժամանակ, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը ականջալուր լիներ, փորձեր մի քիչ հասկանալ այս սպառնալիքների եւ ճիշտ գնահատեր, մենք Ղարաբաղը չէինք